Պետք է որ մի հատ մսագունդի պես ընկներ, որովհետև հոգին է, որ մեր մարմինները կենդանացնում են։ Եվ ասում է, հոգով պիտի պաշտենք։ Աստված հոգի է, եւ մենք հոգով կարանք նրա հետ խոսանք, հոգով նրան պաշտենք, հոգով երկրպագենք, ամեն։ Մեր հոգին է, որ կարող է Աստծո հոգու հետ խոսալ։ Սերներ, այսօր պիտի ինչպես բոլոր մեր պաշտամունքներում պիտի խոսանք շատ կարևոր թեմայի շուրջ։ Ես չեմ տեսնում, որ Աստծո խոսքի մեջ եղնի մի հատ խոսք, որ անկարևոր եղնի, բայց այսօր ավելի յուրահատուկ կարևոր է, ու կարելի ասել ամեն կիրակի ոնց որ յուրահատուկ կարևոր է դառնում, սա ինձ համար յուրահատուկ կարևոր է, որովհետև պիտի խոսամ մի թեմայի շուրջ, որի պատճառով, եթե մարդիկ չեն ունենում, չեն էլ փրկվում։ Ընկնում ենք մեղքերի մեջ, ցանկությունների մեջ, հաճույքների մեջ, ժամանակավոր աշխարհի ցանկություններ, աչքի ցանկություն, մարմնի ցանկություն, հենց երբ որ չենք ունենում այն, ինչ որ Աստված մեզ ասում է։ Այսօրվա խոսքը այդպես էլ վերնագրել եմ։ Վախեցիր Աստծուց։ Վախեցիր Աստծուց։ Իմաստության սկիզբը աստվածվախությունն է։ Եթե մի մարդ կա իմաստուն ու նա ասում է ես իմաստուն եմ, բայց չունի աստվածվախություն, այդ մարդը հիմար է։ Որտեվ ես կրկնում եմ այն ինչ որ Աստծո խոսքն ասում։ Աստվածվախությունը դա սկիզբն է իմաստության։ Գիտեք, միշտ պիտի մենք իմանանք ու չմոռանանք մեր կյանքերի մեջ, որ Աստված է մեզ կյանք տվողը։ Ասեմ մի բան, քո ծնողները չէին։ Այսօր լիքը ծնողներ կան չունեն երեխեք։ Խնդրում են, աղաչում են եւ չկա եւ Աստված չի էլ տալիս։ Շատերը գնում են որբատներից վերցնում երեխեք, պահում են, լավ բան են անում։ Մարդ ստեղծողը Աստված է։ Եթե այդ մարմնի մեջ Աստված հոգի չդնի, այդ մարմինը ծնվում են եւ մահացած։ Որտեւ Աստված է, որ մարդուն կյանք է տալի։ Եվ այդ Աստվածն է, որ մեզ պահում է երկրի վրա։ Միգուցե այստեղ մեկը կա մտածում է իմ խելքը, իմ հնարավորությունները, հլա տես, ես ինչերի եմ հասել։ Հեշտ տեսել եք այդ ձեր մարդիկ, ես։ Մեկը չի օգնել։ Ես քեզ ասեմ, մեկը կար, որ քեզ երկնքից նայում էր ու օգնում էր, ու քեզ թվում էր, քեզ օգնող չկա։ Նա էր, որ քեզ հաջողություն էր տալի։ Նա է, որ քեզ մոտ բերում է համապատասխան մարդիկ, որոնք քեզ աջակցեն եւ օգնեն, եւ քեզ թվում է, թե դա դու ես, որ կաս։ Ամեն ինչ Աստծո ձեռքերի մեջ է։ Մեր շունչը, մեր արտաշունչերը, մեր ամեն քայլը, այսօր դու եկել ես այստեղ, սա Աստծո մեծ շնորհն է եղել, որ դու եկել ես այստեղ։ Եվ եթե Աստված չտար մեզ շնորհքը գալու այստեղ, հավատա, ինձանից ու քեզանից ավելի լավ լիքը մարդիկ կան, որ այսօր այս աշխարհում չեն։ Եվ մենք նրանցից լավը չենք։ Եկան Հիսուսին ասեցին, այս ինչտեղ աշտարակը շրջվեց եւ այսքան մարդիկ մահացան։ Այն մյուս տեղը Հերովդեսը սպանեց այսքան մարդկանց։ Ու Հիսուսն ասում էր, լսեք, դուք ինչի եք մտածում, որ դուք ավելի լավն եք, քան թե նրանք, որ այսօր մահացան։ Եվ նրանք մտածում էին, ուրեմն ես չեմ մահացել դեռ կամ, ուրեմն լավն է։ Հիսուս ասում էր, եկեք մեր ականջինով արեք, ապաշխարեցեք։ Եթե չապաշխարենք, մենք էլ պիտի կորչենք, ոնց որ նրանք կորան։ Իրականում մենք ոչ մեկս առավել չենք եւ լավը չենք, բայց Աստծո առատ մեծ ողորմությունը այսօր հասել է քեզ։ Եվ այդ ողորմությունը բոլոր մարդկանց հետ է, պարզապես դա մարդուց է կախված, կընդունի թե չի ընդունի։
կհավատան Տիրոջ կանչին, թե կծաղրի, թե կասի այն մարդ լավ, կպարավենք կգնանք։ Շատերը հենց գիտեն կպարավեն։ Դա Աստված պարավեն, բայց չեն էլ պարավում, այդտենց ջահել էլ գնում են, որովհետև Տերը գիտի մեր վերջին օրը։ Ամեն։ Այս երկրի վրա ինչ որ մենք տեսնում ենք, դա ժամանակավոր է։ Քո գեղեցկությունը, քո ուժերը, քո խելքը, ամեն ինչ ժամանակավոր է։ Սա չի մնալու, միշտ այդ ձև չի լինելու։ Կողքինից շրջվի, ասա այդ ձև միշտ չի լինելու։ Օրեր կգան, որ մի փոքր սպազնյակ կանի կծրվես, կասես, ոչ Տեր Աստված, պարովել եմ, այ ոնց որ։ Դա գալիս է տարիները մեծանում են, մարմիններս կամաց փչանում է, բայց երանի են մարդուն, որ փնտրում է Տիրոջ կամքը։ Դեռից երիտասարդության օրերից մտածում է ծառայի նրան, քանի դեռ չի կոտրվել ոսկե սափորը, քանի դեռ չի կտրվել արծաթի թելը, այնքան կարևոր է ժողովողը գրում է, քանի դեռ հողը չի դարձել նորից հողին, դա մեր մարմիններն է։ Մեզ գալա պետ Տիրոջը վախենալ նրանից։ Ինչ էլ ունենանք, ինչ էլ վաստակենք, լավ ենք անում, Տերը տվել է առատապես և ուզում է մենք օրհնված եղնենք, բայց մենք պիտի վախենանք նրանից և չմոռանանք նրան։ Ամեն։ Այսօր պիտի խոսամ սերներ հենց Աստծո վախի մասին, թե ինչքան շատ կարևոր է մարդը ունենա աստվածվախություն և պիտի սովորենք ոնց վախենանք, ոնց վախենանք, այսօր ինչն է պատճառը, որ մարդիկ մեղք են գործում։ Գիտեք, օրինակ, մարդ կա վախենում է պրոստը իր հիվանդանալուց, իր չմեռնելուց ու հանկարծ չմեռնի, իր այդ հանկարծ մի վատ բան չպատահի, Եվ ասեմ շատերը դրա համար էլ գալիս են Տիրոջը, բայց դա ժամանակավոր մի հատ վիճակ է, որովհետև երբ որ Աստված պահում է, օգնում է, օրհնում է, դու առողջ ես, դու հիվանդ ես, դու հաջողակ ես, մեկ է տենում ես, այս մարդը մոռացել է, որ Աստված կա ու Աստված է իրան պահում։ Որովհետև սա ոչ թե Աստված վախություն էր, այլ վախ էր ինքը իր անձի, իր այդ ջանի համար վախում էր։ Ես ձև ասեմ, կիրովականություն լեզվում, ջալի հիմար վախմա, վայ, հանկարծ մի բան չեղնի, դա վատ չի, իմաստության սկիզբը աստվածվախությունն է, երբ որ մենք հասկանում ենք, մեր ամեն մի շնչերն ու արտաշնչերը, հավատա, եթե Տերը չօրհնի, մենք կմոռանանք նույնիսկ շնչենք։ Տիրոջ օրհնությունը, բայց մեզ հետ է։ Աստվածը, որ մեզ ստեղծել է, մենք չենք առաջացել ամյոբաններից, կապիկներից, ես չգիտեմ, այլ մոլորակներից մեզ չեն բերել գցե այստեղ, որ աճենք տենանք ինչ ենք եղնեմ, մեզ ստեղծել է Աստված, իրա պատկերով և իրա նմանությամբ, և ինչ որ տեսնում ենք, բոլորն ինքն է ստեղծել, այս անծայրացիչ տիեզերքը, ինչքան էլ մեր այս հեռադիտակները, աստղադիտակները ցույց են տալի, դրանից են կողմերի լիքը բաներ կա, ամեն ինչը իմ և քո Աստծո ձեռքի գործն է, և չկա մի ուրիշ Աստված, չկան լիքը աստվածներ, կա մի Աստված, և մեկ փրկիչ Հիսուս Քրիստոսը, Աստծո որդին, որը որ այդ ամենը ստեղծելուց ասում էր, և ես իմ հորս մոտ ճարտարապետ էի։ Ալելույա, ճարտարապետ էր Տերը։ Այդ Աստվածը մեզ ստեղծել է, և ստեղծել է նաև չերևացողները։ Երկինքներ կա, պետություններ կա, գրված է Սուրբ գրքի մեջ, որ ամեն ծուն պիտի ծռվի Տեր Հիսուս Քրիստոսի անունի առաջ, թե երկնավորների մեջ, դրանք հրեշտակներն են, դա այն երկիրն է, դա այն երկինքն է, որտեղ բնակված են հրեշտակները, այնտեղ լիքն են հրեշտակները,
ամեն մի մարդու հետ երկու հատ պահապան հրեշտակ կա։ Քանի միլիարդ մարդ կա այսօր երկրի վրա։ 9 միլիարդ, եթե չեմ սխալվում։ Անգամ արեք 2, դրանք մենակ պահապան են, ձեզ են պահում։ Դու պատկերացնում եք այդ երկինքը, բա ինչեր էլ կա այնտեղ։ Շատերս մտածում ենք, սա երևի, ու վсё, սա չի, նա ստեղծեց այդ հրեշտակներին էլ։ Սուզում եմ մի քիչ պատմեմ նրա մասին, նա ստեղծեց։ Թե երկնավորների մեջ, թե երկրավորների մեջ, թե սանդարամետականներ, դժողքի մեջ, ընդեղեր կա կյանք, որտեղ որ, շատերը մտածում են սատանան ընդեղ ով իրան չի լսե տանջում է։ Լսեք, դժողքը դա սատանայի համար Աստծուց ստեղծված տանջանքի վայրը։ Նա այնտեղ ընդհանրապես իշխանություն չունի։ Եվ ասեմ ձեզ, ընդհանրապես ոչ մի տեղ նա իշխանություն չունի։ Նա ստախոս է և խաբեբա է։ Նա գալիս է խաբում է, որ սիրես աշխարհը, սիրես քո մարմինը, սիրես ցանկությունները, սիրես այս ժամանակավորը ու մի օր խաբելով է ձև ասում է դե լավ, վсё, գնաց, որովհետև նա ուզում է Աստծուն վնասի, բայց նա Աստծուն չի կարող վնասի եւ գիտի, որ Աստված քեզ սիրում է շատ։ Ստիպված քեզ է վնասել, որ Տիրոջը ցավացնի, բայց Աստված ասում է, լսին խոսքը։ Մի հեռանա ինձանից։ Գիտեք, դուք տեսել եք Սիմբա մուլտիկը, Կարոլ Լև, եւ որ տանում է իր ձագուկին ցույց տալիս իր թագավորությունը։ Ու ասում է, սա լրիվ քոնն է հայր, սա լրիվ քոնն է, ասում է, հա, դա լրիվ իմն է և հետո քոնն է։ Ու երբ որ երեխեն չի լսում ձագուկը, փախնում են և ինչ-որ մի խոր ձորի մեջ գեհենները վրա են տալիս։ Գիտեք ինչ ասում առիցը, գալիս է հասնում է իր ձագուկին օգնելու և ասում է, ես վախեցա քեզ կորցնել։ Այս ձագուկը զարմացած հարցնում է, ոնց դու վախեցար, դու ում վախես, լսի, Տերը վախում է քեզ կորցնի, որովհետև շատ է սիրում քեզ։ Եվ կան սահմաններ, որ ես ու դու իրավունք չունենք դուրս գանք Աստծո սահմաններից։ Նա գրել է այս սուրբ գրքի մեջ, ինչ անեմ, որ փրկվեմ։ Բաներ կա, որ դա դու պիտի մտածես դրա վրա, ինչ անեմ, որ փրկվեմ, ինչ անեմ, որ օրհնված եղնի իմ կյանքը, ինչ անեմ, որ իմ կյանքը իմաստ ունենա։ Ես ասեմ, իմաստը մենակ նա չի ամուսնացանք, երեխա ունեցանք, պապիկ դարանք, տատիկ դարանք, լավ բաներ են, հրաշալի է։ Բայց քեզ Աստված մենակ դրա համար չի ստեղծել։ Երբ որ Ադամին ստեղծեց, ասավ, այս ամեն ինչը տալիս եմ քեզ։ Շատերը մտածում են Ադամը երևի եդեմական պարտեզի մեջ, այդ պարտեզին շատ անգամ ասում են դրախտ։ Ու եդեմական դրախտ ասեմ, բայց դա այն դրախտը չի, որ կար։ Դա շատ նման է այն դրախտին։ Մտածում են երևի ոտքը ոտին գցած, ոչ բան չեր անում։ Մշակի, նայի, պահի, կենդանիներին անուններ դիր, նա գործ էր անում։ Հատուկ նպատակ էր Աստված, նպատակի համար ստեղծել էր Ադամին էլ Եվային էլ։ Դու էլ հատուկ նպատակի համար ես ստեղծված։ Մի սահմանափակվի ես փոքր բաներով, փոքր ժամանակավոր։ Մեզ թվում է, որ մենակ սա է, սա չի, ավելին կա։ Դու մենակ սա չես, դու ավելին ես։ Ֆերմերներից մեկը, որ հավեր է պահելու ցեղնում ու տարօրինակ մի հատ ձու է գտնում իր ֆերմայում։
ավելի քան թե հավիծունա։ Եվ ասում է, վերցնում է տանում է դնում է մայր հավի տակ։ Նա էլ մի կերպ հարմարվում է, որովհետև չոտը մի քիչ շատ ամեց հարմար չի նստելու։ Եվ անցնում են օրեր, ձագուկները դուրս են գալի, ու այս մեծ ձվից էլ մեկը դուրս է գալի, շատ ավելի մեծ, անճոռնի, սև, բոլորը դեղին, գիտեք, չէ հավիճուկիկներ ինչքան սիրուն են։ Եվ դուրս է գալի մի հատ անճոռնի մեկը։ Այս մայր հավը չի հասցնում կերակրի, մենակ նա հատը, որտեղ բոլորից մեծն է։ Եվ մի քիչ մեծանում են, սկսում են մամայի հետևից գնալ, եւ մաման ոտքերով քանդում է, հողը ունդեղից ճիճուներ ուտում։ Եվ սա էլ է սովորում։ Քանդում է ուտում, դարել է արդեն մամայի ջանին ու բոյին, քանդում է ուտում։ Եվ ավելի շուտ է մեծանում, քան թե մնացած բոլորը։ Եվ այդպես ամիսներ շարունակ։ Եվ ասում եմ մի օր հանկարծ երկնքից մի կռնչուն լսեց։ Նա երկինք չէր նայել, լսի, նա երկինք։ Դու ես ժամանակավոր ես սատից կյանքի համար չես մենակ ստեղծված։ Որքան դες ես աշխարհի ճիճուներից մի բան գտնես, բոլորներս լեկցանենք, աշխատենք, մի բան ուտենք, վայ յոլա գնանք։ Եվ ես ջուտիկը նայում է երկինք ու զգում եմ, որ ինքը այստեղ չի։ Եվ օրերից մի օր ասում է թևերը բացեց, թռավ։ Գիտեք, գալիս է ժամանակներ, որ մենք պիտի թռնենք։ Պիտի բացենք մեր թևերը ու թույլ տանք Սուրբ Հոգին մեզ տանի, Սուրբ Հոգին մեզ բարձրացնի, Սուրբ Հոգին դա քամի է, Սուրբ քամի է։ Հենց արծիվները մնացած թռչուններից դրանով էլ տարբերվում են։ Նրանք չեն թռնում թափահարելով իրանց թևերը, որ թռնեն։ Նրանք սպասում են ճիշտ մի հատ քամ։ Գիտես, ճշմարիտ հոգևորները չեն վրազում խոսալու, պատասխանելու, ինչ-որ բան վրազ սկսենք անենք ու հոպ չեղավ։ Նրանք սպասում են Սուրբ Հոգու ձայնին, և երբ որ քամին փչում է, սրանք բացում են իրենց թևերը, և հենց այդ քամին ինքն է տանը։ Աստված է մեզ ստեղծել։ Երբ որ կարդում ենք Տիմոթեոսի թղթերի մեջ, ես ուզում եմ կարդամ այդ թուղթը ձեզ համար։ Առաջի Տիմոթեոս 3 գլուխ 16 խոսք, 3:16 Հովհաննես ավետարան 3:16-ում գրված է, որ Աստված այնպես սիրեց աշխարհը։ Այստեղ էլ 3:16-ում գրված է, հայտնապես մեծ է աստվածպաշտության խորհուրդը, Աստված հայտնվեց մարմնում, արդարացավ հոգով, երևցավ հրեշտակներին, քարոզվեցավ հեթանոսներին, հավատացվեցավ աշխարհում և վերացավ փառքով։ Աստված հայտնապես մեծ է աստվածպաշտության խորհուրդը, Աստված հայտնվեց մարմնում, արդարացավ հոգով, երևցավ հրեշտակներին։ Գիտեք, ինչն է պատճառը, որ Արուսյակը Սատանան, մինչև Սատանա դառնալը նա հրեշտակ էր, շատ գեղեցիկ, շատ իմաստուն։ Ինչն էր պատճառը, որ հպարտացավ, ինչն էր պատճառը, որ մտածեց ինքը կարող ավելի մեծ թագավորությունը ստեղծի, քան թե Աստծունն է։ Այստեղ գրված է, որ հրեշտակները չեն տեսել Աստծուն, մինչև այսօր էլ չեն տեսնում Աստծուն։ Հասկանում եք,
ու երբ որ Հիսուսը ծնվեց, փաստորեն Աստված ծնվեց, եւ եկել էին նայում էին, Աստված մարդացավ, Հիսուսը հենց ինքը Աստվածն էր, որ ծնվեց մարմին հագավ, հայտնապես մեծ է Աստվածպաշտության խորհուրդը, Աստված հայտնվեց մարմնում, երևցավ հրեշտակներին, Այն մարդիկ եւ այդ էակները, որոնք չեն ճանաչում Աստծուն, նրանք էլ այդպիսի սխալներ թույլ են տալիս, որովհետեւ չեն ճանաչում եւ չեն էլ վախենում։ Իսկ եթե վախենում են իրանց անձի համար, անունի համար, փառքի համար, մարմնի համար, հանկարծ հիվանդանալ, հանկարծ պրոբլեմներ, հանկարծ հոգսեր, գիտեք Հիսուս Քրիստոս երբ որ եկավ, ոչ մի տեղ չեք տեսնի գրված, որ գրված է այս ձև, եկեք ինձ, եւ ես ձեզ պիտի օժնեմ, ու դու լիքը փող ես ունենալու։ Չկա տենց բաներ գրված։ Նեղա եւ փշոտա այն ճանապարհը, որ տանում է հավիտենական կյանք։ Աշխարհի մեջ նեղություն պիտի ունենանք, բայց քաջասիրտ եղեք, ես հաղթել եմ աշխարհին։ Տեսեք Աստծո խոսքը ինչ ասում։ Ես գիտեմ, որ Աստված իր սիրողներին պահում է, մենք տեսա կկարդանք։ Նրանք ովքեր վախենում են Տերիցը, Տերը գիտի նրանց պահել։ Բայց երբ որ մարդը սխալ շարժառիթով մնում է այդ նույն վիճակի մեջ, օրինակ հայտնության գրքի մեջ գիտես ինչ է գրված, նրանք ովքեր չեն փրկելու։ Եվ ասում է, նրանք ովքեր չեն փրկվելու, ովքեր են, համար առաջ տեղը գրված է, վախկոտները։ Վախկոտ, նայում ես լավ, դե մարդը վախեցավ, հմի, վախկոտները չեն ժառանգի երկինքը։ Ոյ, վախեցավ ասի, ես սիրում եմ Հիսուսին, վախեցավ դառնա քրիստոնյա, վախեցավ կողքից կիմանան, որ ես հավատում եմ, սիրում եմ Տիրոջը, բայց թող չիմանան, ու երբ որ հարցնում են, ես այդ ձևի մեկն եմ եղել, ու երբ որ ինձ հարցրեցին, միտեղ Ուլյանովսկ քաղաքում, 10 հայերով նստած եւ մի հատ չեչենի համոզում են, որ քրիստոնեությունը ճիշտ է։ Եվ այդ չեչենը չէր կարող խոսել։ Եվ գիտեք ինչ ասավ վերջում, ասավ մի ձեզանից ով է հավատում, ձեր Հիսուսին, ու հերթով հարցնում էր, դու հավատում ես, 10 հոգիս էլ այս ձև պատասխաններ տվին, համ հավատում եմ, համ չեմ հավատում։ Մի քանիստ էլ ասեցին չենք հավատում, ասավ այդ չի ձեր հավատքը։ Հայ քրիստոնյաներս, սա է մեր հավատքը, որտեղ մենք իրանից ենք բարդ ուզը։ Համ հավատում եմ, համ չեմ հավատում, ասավ ես իմ Մագամեդին հավատում եմ, իմ Ալլահին հավատում եմ։ Գիտես, լավ ես անում, որ հավատում ես, բայց վատա, որ փրկություն չի տալիս, որ սխալ ուղղություն է։ Իսկ այս մյուսներն են, որ ճշմարտության մեջ ծնված են, որ չեն հավատում։ Ես դուրս եմ եկել այդ տեղից, գիտեք, չգիտեմ էլ ինչի, ես հավատացյալ չեմ եղել այդ ժամանակ։ Ընդհանրապես ոչ մի անգամ չի մտել իմ ոտքս ավետարանի հավատքով քրիստոնյաների եկեղեցի։ Դու ես չեմ էլ իմացել Հիսուսը ով է, բայց դուրս եմ եկել ու լաց է եղել։ Ու լացում էի ու ասում էի, Տեր Աստված, բայց ես քեզ հավատում եմ։ Բայց որ իմ փառքս ավելի մեծ էր, քան թե Հիսուսը, գիտեք ինչ էի, վախկոտ էի։ Ես այսօր խոստովանում եմ, ես այսօր ինձ դատում եմ, որ ընդեղ ազատերն եմ դատաստանից։ Վախկոտ էի, իմ փառքը ավելի մեծ էր, քան թե Հիսուսինն էի համարը։ Նա է ստեղծել։ Եվ պատճառներից մեկը, որ հարուսյակն են ընկավ, և լիքը մարդիկ կորցնում են իրանց փրկությունը, դա նա է, որ չեն հասկանում ով է Աստվածը, և Աստծուց վախ չունեն, այլ
մեզ այսօր պետք է սովորենք Տիրոջ վախը։ Ժողովող 12 գլուխ 13-14 խոսքեր, բոլոր խոսքի վախճանը լսեք, ժողովողը դա Սողոմոն իմաստունն է, որ գրել այս գիրքը, և ինքը դեռ շատ լավ բաներ ա գրել, դուք կարաք կարդալ, ես կարդում եմ վերջի երկու խոսքը, այդ ամբողջ գրվածների, և ամբողջ ժողովող գրվի, բոլոր խոսքի վախճանը լսեք, Աստվածանից վախեցիր, և նրա պատվիրանքները պահիր, որովհետև սա է ամեն բան մարդիս համար։ Մի հատ կողքինիդ նայի ասա, Աստվածանից վախեցի Աստվածանից։ Հարազատներ ջան, դաշե այստեղ Հիսուսը այստեղ է։ Վախեցող մարդը հարգում է նրա ներկայությունը։ Եկեք հարգենք նրա ներկայությունը։ Ամեն։ Դպրոցում մեզ սովորեցրել են, երբ որ դասարանում նստած ենք, ուսուցիչը կամ ուսուցչուհին գալիս է, մեզ ասում են կանգնեք, ու բոլոր դասարանը կանգնում է, կամ մեզանից ինչ-որ մեկը, որ գալիս է, կանգնում ենք ավտոբուսում, կամ միտեղ տեղ ենք տալի, որ նստի, այստեղ նա այստեղ։ Գիտեք ինչն է պատճառը, որ հեռախոսով խաղում ենք կամ էլ իրար հետ խոսում։ Չենք ճանաչում նրան, չգիտենք, որ նա այստեղ է։ Չենք կարում հասկանանք, որ լսիլ է, կա այստեղ մեկը, որ նայում է, ու տեսնում է, որ դու իրան ես արհամարում, ոչ թե ինձ։ Ձեզ կլսեն, ուրեմն ինձ են լսում, ձեզ չեն լսի, չեն լսում։ Մովսեսը ասում էր, Տեր, ժողովուրդը ինձ չի լսում, և գիտեք ինչ էր ասում Աստված, Մովսես ոչ թե քեզ չեն լսում, նրանք ինձ չեն լսում։ Ամեն։ Եկեք հարգենք նրա ներկայությունը, հասկանանք, որ այստեղ նստած է ինքը, նա այստեղ է։ Լսի, ինչն է պատճառը, որ շատերը չեն ստանում բժշկություն, որովհետև չես հավատում, որ նա այստեղ է։ Նա այստեղ է, ես ձեր հետ եմ, ես ձեր մեջ եմ։ Ամեն օր, մինչև աշխարհի վերջը, ես քո հետ եմ։ Քո նեղությանը տորը ինձ կանչի, և ես պատասխան պիտի տամ քեզ։ Եթե մենք օդում հենց սենց բաներ ենք խոսում, բայց չենք հավատում, որ նա այստեղ է, նույն պահին մեկ էլ զբաղվում ենք մեկ ուրիշ բանով, կամ էլ մեր միտքը թռնում է, ես չգիտեմ որտեղ առևտուրի, շատ անգամ մենք ծնկի ենք գալի Աստծո առաջ աղոթելու, ու շատ եղեք ձեր աղոթքների մեջ, քո միտքը տեղ է, թե ուր ես գնացել։ Ու մեկ էլ տեսնում ենք, եկուցվա ու մեյուս օրվա հարցերն ենք լուծում, որ գնալ մեզ է սենց։ Դա ցույցատարի մենք չենք ճանաչում նրան։ Ամեն, հարգենք նրա ներկայությունը։ Եվ այստեղ ասում է, բոլոր խոսքի վախճանը լսիր, Աստվածանից վախեցիր և նրա պատվիրանքները պահիր, որովհետև սա է ամեն բան մարդիս համար, որովհետև Աստված ամեն գործերը բերելու է դատաստանի, ամեն ծածուկ բանի հետ, թե բարի և թե չար։ Ծածուկ գիտեք ինչ անշան, թաքուն։ Են որ թաքուն տեղն էլ մենք մի բան անում ենք, ոյ, ոչ մեկը չի տեսել։ Եկեղեցուց տուն եմ գնացել, Կիրակի օրը շատ լավ ժողով էր, այս ինչ հոգի, իմ նման հոգևորը չկար։ Ու մեզ թվում է տանը մեզ տեսնող չկա, դպրոցում մեզ տեսնող չկա, գործի տեղը մեզ չեն տեսնում։ Հա, միգուցե եկեղեցուց ոչ մեկը չի տենեմ, բայց այն սուրբը ու միակ ճշմարիտը, այնքան աշատ քեզ սիրել, աչքը քեզանից չի կտրել։ Այդ լավա թե վատ, դո շատ լավա, ամեն, աշտը կցած ինձ նայրը մի պորցանտի չկամ, ես է անկարդի պես ինչ ասես մտածում եմ, ինչ ասես ամոտ էլ չունենք, նայեմ մա, հերուտղա գնում են կաղամ գողանալու է կոմունիստերի ժամանակ, և ասում է, տաղուն ասում է, մեշոկը բրնի ու պապան մեկ է սանա, մեկ է կաղամները պուկեմ, լեկցնեմ, մեկ էլ տաղեն ասում է, պապ, մեկ էլ վերև նայ։
Բաբան մեշորը թաթա տալիս, գնացին տղա ջան, տերը նայում է։ Մեզ թվում է, որ գողություն արեցին, տեսնող չեղավ, նա տեսավ։ Այս սա է, որ պիտի հավատանքն ամեն օր մեր հետ է։ Ու նրա սերը շատ մեծ է։ Նա մեզ սիրեց դեռ այն ժամանակ, երբ որ մենք չէինք ճանաչում։ Մենք իսկի ճնված չէինք, Հիսուսը ուղարկեց, Հիսուսը եկավ, մեռավ իմ և քո համար, դեռ մենք ճնված չէինք։ Ու նա գիտեր, որ մենք գալու ենք աշխարհ և մեղքեր ենք լիքը թույլ տալու, որ փրկվենք։ Այս սերը որն է։ Պատկերացնում եք, չի էլ սպասում Աստված ինչ-որ մի բան դու անպայման դու ինձ տուր, ես էլ որ քեզ սիրեմ։ Չէ, նա սիրեց դեռ այն ժամանակ, որ մենք թշնամի էինք, այնքան լավն է իմ ու քո Աստվածը։ Եվ այսօր ասում է, վախեցի Աստվածանից և պատվիրանքները պահիր։ Պատվիրանքները պահիր։ Քանի հոգի այստեղ հեռախոս ունի։ Ունենք, բոլորս ունենք։ Ում հեռախոսն է, որ ջրի մեջ ընկնի, կփչանա։ Մի քանիսին է կարող է այն iPhone-ներից թազաճ դիմանում են։ Մի քանի, դուք գիտեք չէ, որ քցեք ջրի մեջ կփչանա։ Ու չեք քցում, չէ։ Այսինքն Տերը պատվիրանք է տվել մեզ, ասելա, որ մի անի այս բանը, թե չէ կփչանաս։ Մարմինդ լավ չի աշխատի, կընկնես, պրոբլեմ կունենաս, այս մի անի, հետո այս մի անի, հետո այս մի անի։ Մենք լավ գիտենք ինչ է պետք անել, ինչ չի պետք անել։ Բայց Հիսուսը մեզ նախորոք ասում է։ Երկրորդ օրինաց 6-րդ գլուխ 2-րդ խոսք։ Որպեսի քո Եհովա Աստվածանից վախենաս և պահես նրա ամեն կանոնները ու պատվիրանքները, որ ես քեզ պատվիրում եմ, թե դու, թե քո որդին, թե քո որդիների որդին, քո կյանքի բոլոր օրերումը, որ քո օրերը երկար լինեն։ Քանի հոգի ուզում երկար ապրել։ Ով ուզում եք ուզում եղել։ Փառք Տիրոջ։ Տեր մենք ուզում ենք ապրենք։ Հա, գիտես, կանգնի մեկ-մեկ ասա, Տեր, մեկ-մեկ չէ, դու միշտ ասա, Տեր, ես ուզում եմ ապրեմ, որ քո փառքը պատմեմ։ Էս է շատ կարևոր, որ իմանանք ինչի համար ես ուզում ապրես։ Ապրեմ, որ քո փառքը պատմեմ։ Դավիթն ասում է, չեմ մեռնելու, պիտի ապրեմ, որ քո փառքը պատմեմ։ Ահա թե պատճառը ինչն է, որ Աստված քեզ պահելու է, որ դու իր մասին պատմես։ Եվ այստեղ խոսքն ասում է, վախեցիր, պահիր, որ կյանք ունենաս, որ երկար ապրես։ Քցենք մեր հեռախոսը ջրի մեջ, պարզ է, վсё, դարթափի։ Շարունակում եմ 4-րդ խոսքից այդ նույն գլխի 2-րդ օրինաց։ Լսիր, ով Իսրայել, մեր Եհովա Աստվածը, Եհովան մեկն է։ Լսեք, Եհովա Աստված, որ ասում եմ, դա չի նշանակում մի քանիսը մեկ-մեկ երբ որ չգիտեն Աստծո խոսքը մտածում են, «Արա սրանք սվիդեցերներ են, Եհովայի վկաներ են երևի»։ Այ Հիսուս այստեղ է սուրը եկել է սուրը եկել։ Եհովան Աստծո անունն է։ Եվ այդ անունը լավ կլի ամեն անգամ հենց մեստեղը չտանք, դա նրա սուրբ անունն է։ Ու դրա համար այդ Ստարաժևոյ բաշնյայի վկաներին մենք ավելի շուտ ասում ենք Ստարաժևոյ բաշնյայի վկաներ, ոչ թե այդպես։ Լավ կլի, գործ չունենա, նա Աստծո անունը այդպես է։ Նա երբ որ ներկայացավ Մովսեսին, ասավ, ես եմ Եհովան, քո հայրերի Աստվածը, Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստվածը ես եմ։ Դա նրա անունն էր, ինքը ներկայանում է։ Եվ տեսեք ինչ ասեմ, որպեսի քո Եհովա Աստվածանից վախենաս, կողքինիդ ասա վախեցիր, և պահես նրա ամեն կանոնները, մի հատ էլ ասա, կանոնները պահի, որ ես քեզ պատվիրում եմ, թե դու,
թե քո որդիները, թե քո որդիների որդիները, թե քո կյանքի բոլոր օրերումը, որ քո օրերը երկար լինեն։ Սա նշանակում է հարկավոր է մենք պատմենք մեր որդիներին, մեր որդիների որդիներին պատմենք։ Մի քիչ ներքևից եկեք իջնենք նորից կարդալ։ 7-ից 9-րդ խոսքը, երկրորդ օրինաց։ Եվ կրկին նրանք կրկնիր նրանք քո որդկանցը։ Մենք երբ որ տանը հավաքված ենք եղնում, ինչով ենք զբաղված եղնում։ Ամեն մեկը մեր հեռախոսի մեջ։ Լավ չի։ Հարկավոր է մեզ ստիպել, հավաքվել և Աստծո մասին խոսել, միասին, ամեն, հավաքի թորների, երեխեքի, քո կողքը ու պատմի, ասա, որտև է ձև ասա, տեսեք, և կրկնիր այդ խոսքերը, պատվիրանքները կրկնիր, և կրկնիր նրանք քո որդկանցը, խոսիր նրանց վրա, քո տան մեջ, նստած ժամանակը, ճանապարհ գնացած ժամանակը, և պարկելիս, և վեր կենալիս։ Հալելույա։ Երբ հանդիպեցիր նրանց խոսա։ Գիտեք ինչի, այնքան շուտ ենք, որովհետև մենք մոռանանք, որ հիշենք, որ վախենալ է պետք Աստծուց, որ Աստված կա։ Ամեն։ Տեսեք ստեղ ինչեր ասում, և նրանք կապիր նշանի համար ձեռքիդ վրա, նրանք ճակատանոց լինեն աչքերիդ մեջտեղում, նաև քո տան դռան դիքերի վրա, դռներիդ վրա գրիր նրանք։ Հալելույա։ Ինչ-որ կալենդարներ կախի, գրի, Աստծո խոսքից ինչ-որ բան քո տան մեջ տողեր, որ ամեն անգամ մտնես նայես, շատ, հմի մոդա չի դարել, հմի երբ որ կալենդարներ ենք ստանում ու կա, միջև այսօր էլ կա, ես շատ անգամ բերում եմ ստեղ վերցնող չի եղնում, որովհետև էլ մոդա չգցենք, լսեք մենք մոդայի համար պիտի չգցենք դա, այլ որ մեր աչքերը միշտ տեսնեն, լսեք, հիշում եք կոմունիստների ժամանակ, լոզունգներ են գրում, կամ հմի կվար ռեկլամները, լոզունգներ են, գիտեք ումից են սովորել, Աստվածաշնչից, ինչքան դու դա շատ տեսնում ես, այնքան մեկ էլ գնում ես iPhone, 7 առնում, 8 առնում, 10 առնում, ես չգիտեմ, ռեկլամ, ինչ-որ բան տեսնում եք այդ ռեկլամները, մեկ էլ մենք գնում ենք, Աստված ասում է, այս խոսքերը գրիր, ձեռքերիդ վրա, ոչ թե նա գորգեք արա, չէ, քո շորիդ վրա, հանդերձիդ վրա, այստեղ թող կապած մի հատ բան էր ու այդտեղ էլ թող գրվի, որ դեմից նայողները քեզ տեսնեն այդտեղ գրված է, որ Տերը սեր է։ Այսինքն վախեցիր Տերիցը և նրա պատվիրանքները պահիր, գիշերը քնելուց, վեր կենալուց, ճանապարհ գնալուց, ամեն ժամանակ պատմի, կրկնիր նրանց քո երեխեքի հետ, քո տորների հետ, քո ընտանիքում։ Ինչն է պատճառը, որ մենք գիտենք, որ մենք քրիստոնյա ենք, բայց Քրիստոսին չենք ճանաչում։ Մեր ազգը իսկապես չի ճանաչում սերներ, համար առաջին քրիստոնյան ենք, լավ գլուխ ենք կորում, բայց Հիսուսին չենք ճանաչում։ Կրոնը քրիստոնություն չի։ Կրոնավորությունը, եթե մեկը ասում է իմ կրոնը քրիստոնությունն է ու Հիսուսի խոսքը չկա, դա քրիստոնյա չի, պրոստը մարդ է, հա, Հիսուսի լսել է, բայց դա չի օգնում։ Երկրորդ օրինաց 10-րդ գլուխ, 12-ից 13 խոսքը։ Եվ հիմա ով Իսրայել, ինչ է պահանջում քեզանից քո Եհովա Աստվածը, բայց միայն, որ քո Եհովա Աստվածանից վախենաս։ Ասում եք, ինչ է պահանջում Աստված ինձանից ու քեզանից, վախեցի Տերից։ Հա,
Վախենանք Տերից։ Ինչ է պահանջում։ Այս բանը պահանջում է Աստված մեզանից։ Պահանջում է քեզանից քո Եհովա Աստվածը։ Բայց միայն որ քո Եհովա Աստվածանից վախենաս, նրա ամեն ճանապարհներումը գնաս եւ նրան սիրես եւ պաշտես քո Եհովա Աստծուն բոլոր սրտովդ, բոլոր հոգովդ, որ Եհովայի պատվիրանքները եւ կանոնները պահես, որոնք ես այսօր քեզ պատվիրում եմ, որ քեզ համար լավ լինի։ Սա այն պահն է, երբ որ Մովսեսին Աստված 10 պատվիրանքները տվել էր եւ ասում էր գնա այս խոսքերը ասա։ Հիմա ես այս պատվիրանքները ասում եմ քեզ եւ Աստված պահանջում է, որ դու վախենաս եւ պահես, անպայման պահես, որպեսզի քեզ համար լավ լինի։ Ամեն, դա ոչ թե անում ես, որ Աստծո համար լավ լինի, հիշի, Աստծո համար միշտ է լավ։ Աստված երբեք պրոբլեմ չունի։ Նա ասել է այս բանը, որ իմ ու քո համար լավ լինի։ Եկեք արագ ասենք սերներ նայեք։ Մենք հիշում ենք Աբրահամին։ Աբրահամը վախենում էր Աստծուց։ Վախենում էր։ Որտեղ ենք իմանում նրա վախի մասին։ Երբ որ Աստված մեկ է գալիս է մի օր եւ Աբրահամին ասում է. զոհիր քո միածին որդուդ։ Եվ առավոտ կանուղ վերակենում, փայտերը վերցնում, երեխու ձեռքից բռնում, էշի վրա դնում փայտերը իր ծառաների հետ եւ 3 օր մորեի երկիրն է գնում։ Գնում է այն սարը, որտեղ որ, գիտեք այդ որ սարն է, որտեղ որ Հիսուսը խաչվեց։ Հենց այդ նույն տեղը դեռ հազարամյակներ կա միջև որ պետք է Հիսուսը ծնվի, Աստված Աբրահամին ասում է գնա քո որդին հենց այդտեղ զոհի։ Եվ Աբրահամը գնում է։ Շատ ծանր է։ Ես չգիտեմ ինչ է մտածում այդ մարդը 3 օր այդ ճանապարհին ամբողջ երազանքները այդ երեխու հետ։ Եվ սարի ներքևը ավանակի հետ ծառաներին թողնում է, երեխու վրա է դնում փայտը եւ բարձրանում է սարը։ Հիսուսն էր խաչը վերցրեց իր ուսին, իմ ու քո համար բարձացավ Գողգոթա լեռը։ Եվ ասում է փայտը դրեց քարի վրա, զոհասեղան։ Հետո երեխուն կապեց։ Գիտեք, կարելի է ուշադրություն դարձնել Իսահակի հնազանդության վրա, որտեղ միջև այդ գրվածը հարցնում էր. հայր, փայտը ունենք, կրակ կա, բայց զոհը, գառը ուր է։ Եվ Աբրահամն ասում է, Աստված իր գառին կտեսնի։ Եվ տանում է կապում է, ինքը ամեն օր տեսել է, թե իր հայրը երբ ոնց է զոհանում, հասկանում է, որ ինչ-որ մի բան կատարվելու է իր հետ։ Այսօր այդ գառը ես եմ։ Եվ կապում է ու դանակը բարձրացնում է, որտեղ Աստված իրան ասել է, զոհի։ Սա շատ դժվար։ Գիտեք, զոհի քո սխալ ցանկությունները, զոհաբերի քո մեղքերը, քցի, դրանք քեզ պետք չեն։ Մենք մեղքերը մեր չենք ուզում նույնիսկ գցածեղնենք, մեր սխալ բնավորության գծերը, մեր խայսակները չենք ուզում փոխենք, մեր վախերը մենք չենք ուզում ապաշխարենք։ Բայց Աբրահամը իր որդուն է կապել այնտեղ եւ դանակը բարձրացրել է, որ կպի եւ հրեշտակն ասում է. Աբրահամ, մի ձեռք տա տղային։ Հիմա տեսնում եմ, որ դու Աստվածանից վախենում ես։ Լսի, ոնց է երևալու իմ ու քո վախը։ Խոսքը չպահելով, թաքուն մեղքեր գործելով, այստեղ եք։ Մենք Աստված փորձում էր Աբրահամին, որ տեսնի,
Արդյոք վախենում այս մարդը փորձության մեջ էր եւ ասում է տեսավ եւ ասավ հիմա տեսնում եմ որ դու Աստվածանից վախենում ես եւ քո միակ որդուն էլ չխնայեցիր այ մենք ուզում ենք խնայենք մեր փողերը մեր սխալները մեր սխալը ուզում ենք ճիշտ սարքենք բոլորի աչքին լավ երևանք թող զոհաբի քցի այդ սխալները դրանք քոնը չեն Այսօր Աստված ինձանից ու քեզանից չի պահանջում ինչ-որ մի հարազատի զոհենք, նա զոհեց իր որդուն։ Հասկանում եք, Աբրահամին թույլ չտվեց, որ իր որդուն զոհի, բայց Աստված իր որդուն զոհեց հանուն քեզ, որ դու ապրես, դու չմեռնես։ Եվ այդ ձևի զոհ ունենալով փրկության համար Այսօր մենք չենք ճանաչում Տիրոջը, շատերս գալիս են, չենք ուզում հրաժարվենք ինչ-որ ստից մտից ժամանակավոր հաճույքներից։ Հրաժարվի թող քանի դեռ ուշ չի։ Լսում եք, թողեք քանի դեռ ուշ չի։ Տիրոջը դու լսի։ Դու ոչ մի բանի մի նայ, դու Տիրոջը լսի, այսօր Աստված քեզ խոսք ունի։ Դու ոչ մեկի հետ գործ չունես, երբ որ մտնես երկինք, ոչ մեկի մասին պատասխան չես տալու, նա հարցնելու է քեզ ինչ ես արել դու։ Ահա ինչն էր պատճառը, որ տեսավ, որ վախենում է։ Երկրորդ օրինաց 5-րդ գլուխ 24-29-րդ խոսքերի մեջ գրված է, երբ որ Իսրայելը Եգիպտոսից դուրս եկավ անապատում Սինա լեռան մոտ, Մովսեսը պիտի գնար 10 պատվիրանքները վերցներ եւ պիտի գար, Աստված պիտի նրա հետ խոսար եւ Աստված ասել է, թող ժողովուրդն էլ պատրաստվի, 3 օր թող պատրաստվեն եւ 3-րդ օրը պիտի գան։ Ես պիտի երևամ ժողովրդի առաջ։ Եկեք ասեմ, որտեղ է գրված, գրեք ձեր մոտ, երկրորդ օրինաց 5-րդ գլուխ 24-ից 29 խոսքերը, ես սա չեմ կարդալու։ Դուք կարդաք տանը, ես պատմում եմ։ Ես պիտի խոսամ քո հետ, որ ժողովուրդը տեսնի ինձ, որ ես եմ միակը, ճշմարիտը, Աստվածը, որը ստեղծել եմ, որ վախենամ Եվ պահեն պատվիրանքներս, որ իրանց և իրանց որդկանց համար լավ լինի։ Գիտեք ինչ է եղնում։ Աստված գալիս է սարի վրա, սարը բորբոքվում է, վառվում է, պայթուններ, ժողովուրդը հավաքվել է սարի ներքևը, ոչ մեկն իրավունք չունի կպնի սարին, որովհետև Աստված ասել է, չկպնեք սարին, տեղում կմահանաք։ Եվ Մովսեսը բարձրանում է, և Աստված խոսում է, հետո այս ժողովուրդը Մովսեսին ասում են, լսի, մեզ էլ մի տար ընդեղ, մենք վախենում ենք, մի անգամ էլ եթե այս ձև բաներ մի կմեռնենք, դու գնա իմացի, կգաս մեզ կասես, մենք քո խոսքերը բոլորը կպահենք։ Մինչև որ Մովսեսը պիտի գնար ընդեղ, Միջև որ Մովսեսը պետք է որ գնար Աստծո մոտ եւ Աստված ասում է ես լսեցի ինչ ասին ժողովուրդը։ Գիտես մեկ մեզ թվում է որ կողքինի հետ բան եմ խոսում ոչ մեկը չի լսում։ Ասում է չէ ես գնացի Մովսեսն արդեն հետո պատմում է ժողովրդին ու գրում է։ Աստված ասավ ես լսեցի եւ իրանք շատ լավ բան են ասում։ Երանի թե բայց իրանց սրտով դալիներ, սրտով հավատային, որ այդ ձև պահեին։ Սա նշանակում է չտեսան, չուզեցան տեսնել, չեն էլ վախենալու և իրանց համար ու իրանց որդկանց համար լավ չի լինելու։ Ահա, ես կոչ եմ անում,
քուրեր եղբայրներ ջան, ամեն օր Աստված քո հետ է, բայց դու փնտրի նրա երեսը, երբ որ գալիս ես պաշտամունքի, այստեղ էր փնտրի նրա երեսը, երբ որ երգում ես կամ աղոթում ես, նրան աղոթի, սպասի նրան, լսում ես, քեզ մի ցույց տա, ասեմ քեզ, որ ոչ մեկիս էլ հետաքրքիր չես։ Եթե դու մտածում ես, բոլորն այստեղ քո մասին են մտածում, շատ քիչ սխալվել ես, ոչ մեկն էլ քո մասին չի մտածում։ Վայելի Տիրոջը։ Այն նա է քեզ սպասում։ Ընդունի նրան, ապրի նրան։ Եվ կտեսնես, այդ կյանքը կտեսնես, կսկսես ճանաչել ով է Աստվածը։ Իսրայելը չուզեցավ և նրանք այս խոսքերն ասին, մենք կմեռնենք, լավ մենք էլ չգանք, դու մեզ արի ասա։ Ասում լավ բան ասեցին, բայց իրանց սիրտերը դրա մեջ չկա, իրանք չեն այլ, և սա վատ պիտի լինի իրանց և իրանց ոտքած համար։ Սերներ, ոնց անեմ, որ ճանաչեմ Տիրոջը և ունենամ Աստծո վախը, ես ասեցի, այստեղ դու վայելի նրան, մի նայի կողքիններիդ ովքեր են, մի նայի ով եկե չի եկե, մի նայի քո հետ աղոթող կա, թե աղոթող չկա, դու նրա երեսը փնտրի, դու նրան վայելի, հարցրա նրան, նրա հետ խոսակիսվի, նա սպասում է քեզ։ Ինչքան շփվես նրա հետ, այնքան կճանաչես, ինչքան ճանաչես, այնքան կհասկանաս Աստված վախությունը ինչ է։ Ուզում եմ մի հատ համարել կարդամ։ Եսայի մարգարեության 11:1-3 խոսքերը։ Սա գրված է Հիսուսի համար։ Հիսուսը երկրի վրա և Աստված էր, և մարդ էր։ Որպես կատարյալ մարդ, տեսեք, նրա մասին գրված է, որ նա ուներ Աստծո վախի հոգի։ Կարդում եմ։ Եսայի 11:1-3 և Հեսեի բունիցը մի շարավիղ է դուրս գալու, և մի ընձյուղ է բուսնելու նրա արմատներիցը, և նրա վրա կհանգչի Տիրոջ հոգին, նրա վրա կգա Աստծո հոգին, գիտեք սա ինչ իրանություն է, Աստծո հոգին եկավ նաև գործ կառաքելոցում, առաքյալների վրա և սկսեցին մարգարեանալ, լեզուններ խոսել, և շատ անգամ Սուրբ հոգին գալիս է Սամսոնի վրա, Մովսեսի վրա, Սամուելի վրա, ծերերի վրա, 70 ծերերի վրա, և մարգարեանում են, սա Տիրոջ հոգին է, և նրա վրա կհանգչի Տիրոջ հոգին, լսեք, իմաստության և հանճարի հոգին, խորհրդի և զորության հոգին, գիտության և Տիրոջ վախի հոգին։ Հանճար, գիտություն, իմաստություն, զորություն ու հանկարծ մեկ էլ Աստծո վախի հոգին։ Մենք Եվ որ չունենանք ես հոգին, մի անգամից հպարտանում ենք։ Չունենք վախի հոգի, մի անգամից մենք ենք, որ կանք ու մեր նմանը չկա։ Պաշտամունքը մեր ինչին է, աղոթքը մեր ինչին է պետ, կարդալը մեր ինչին է պետ, կարանք չգանք, կարանք չկարդանք, մեկ Տերը ինձ սիրում է, Աստված ասում է, վախեցիր և իմ պատվիրանքները պահիր, որ քեզ համար բանի լինի։ Ամեն։ Տեսեք ինչքան կարևոր է սա, և ինքը Հիսուսի վրա իջավ նաև Աստծո վախի հոգին, և ուզում եմ մի հատ Սաղմոս կարդալ։ Այս Սաղմոսը մի քանի խոսքեր, բոլորը չի, մի քիչ ես հանել եմ մի քանի բան, այն ինչ որ իմ սրտին կպել է։ Եկեք որդիկ լսեք ինձ, ես Տիրոջ երկյուղը սովորեցնեմ ձեզ, այսինքն վախը սովորեցնեմ ձեզ։ Ուզում ենք սովորենք, արժե սովորել, ժողովուրդ ջան, քանի հոգին եղածավ ինձանից։ Չգիտեմ, միգուցե այսօրվա քարոզը քեզ դուր չի գալիս,
բայց ես ուզում եմ քեզ կրկին ասեմ Աստծո ասածը, վախեցի նրանից, եթե չես վախենում, փորձի փնտրես նրան, ճանաչես նրան, եթե այդ վախը չեղավ քո մեջ, լսի, դու չես բրկվելու, դու կընկնես մեղքերի մեջ, դու չարություններ կանես ու քո մեջ պետք չի լինելու, ու քեզ թվալու է դա այդ ձևա, որ կա։ Մեկը ես հավատում եմ Հիսուսին, քո հավատքը գործ չունի։ Եթե գործ չկա, ուրեմն փրկություն էլ չկա։ Հավատքը առանց գործերի մեռած է, ինչպես մարմինը առանց հոգի մեռած է։ Եթե մեր հավատքը գործ չունի, նման է մեռած մարդու մարմնի, որ ոչ մի բան չի կարող անի դա։ Ուրեմն մեր հավատքը գործ պետք է ունենա պարտադիր։ Եկեք որդիկ լսեք ինձ, ես Տիրոջ երկյուղը սովորեցնեմ ձեզ։ Ով մարդ, որ կյանք ես ուզում, լավորեր սիրեմ, բարություն տեսնելու համար, պահիր քո լեզուն չարությունից, քո շրթունքները, որ նենգություն չխոսեն, հեռացիր չարիցը եւ գործիր բարին, խնդրիր խաղաղություն եւ նրա ետևից գնա, Տիրոջը աչքը արդարների վրա է եւ նրա ակաժները նրանց աղաղակի վրա է, Տիրոջ երեսը չարագործների վրա է եւ նրանց հիշատակը երկրիցը ջնջե, արդարները աղաղակում են եւ Տերը լսում է, իրանց ամեն նեղություններից փրկում է նրան, Տերը մոտիկ է սրտով կոտրվածներին եւ փրկում է հոգով փշրվածներին, շատ են արդարի նեղությունները, բայց Տերը այն ամենից փրկում է նրան, Տերը պահում է նրա ամեն ոսկորները, որ նրանցից ոչ մեկն էլ չկոտրի, չարությունը ամբարիշտին կսպանի եւ արդարին ատողները կդատապարտվեն, Տերը փրկում է իր ծառաների անձը եւ բոլոր նրան հուսացողները չեն դատապարտվի։ Ամեն։ Օրհնյալ ամեն Աստված, վախենանք Տերիցը եւ պահենք։ Ամեն։